Դա նույն համակարգն է, նույն արժե համակարգն է, ինչ Սարգսյանի ժամանակ, ՀԿ-ի ժամանակ։ Փորձել ամեն կերպ հաճոյանալ ժողովրդին, բայց երբեք ինքդ քեզ հաշիվ չտալ, լավ հեռավոր գյուղում արդյոք մանկապարտեզն ու ասֆալտապատումը, որը իհարկե կարևոր է, այն առաջնայինն է, որ նրանց պետք է։ Հարցրել են, հարցում արել են, ինչ որ կերպ հանրաքվե են կազմակերպել, կամ եթե անգամ կազմակերպել են եւ ժողովուրդն ասել է մեզ մանկապարտեզ է պետք։ Արդյոք դու որպես պետության կառավարիչ պատասխանատու առաջնային էր դա։ Գուցե ավելի առաջնային էր այնտեղ վերամշակման որևէ ֆաբրիկա մոտակա քաղաքում դնել գյուղացիների բերքը մթերել, ստանային եկամուտ, եւ այդ եկամուտով արդեն վճարային ավելի շատ հարկեր, եւ այդ գոյացած ավելի շատ հարկերով արդեն դու լուծեին մարդկանց կոմֆորտի հարցը կլիներ ասֆալտ, մանկապարտեզ եւ դա կդառնար մշտական process։ Դու ոչ թե բոլոր բնակավայրերից, բոլոր ժողովրդից հավաքած հարկերով մի ինչ-որ միտեղ կարճ խնդիր կլուծեիր ու վերջ կմոռանայիր արդեն այդ գյուղի ապագայի մասին։ Այնտեղ երեխաներ կծնվեն թե չէ, մանկապարտեզ երեխաներ կգնան թե չէ։ Այդ ասֆալտապատ ճանապարհով առհասարակ մեքենա կգնա, թե տրակտորը կգնա ու կավիրի թե չէ։ Այսինքն եթե դա քեզ չի հետաքրքրում, ուրեմն դու ստրատեգիական մտածողություն չունես, դու անտարբեր ես ժողովրդի հոգսերի ու ապագայի հանդեպ։ Քեզ պետք է որպես պետության ղեկավար հուզի նաև ապագան, թե այդ խնդիրները լուծելով դու երկարաժամկետ խնդիր լուծում ես թե չէ։ Գուցե ավելի առաջնային էր այնտեղ ռոռոկման խնդիրը, գուցե ավելի առաջնային էր այլ խնդիրներ։ Ինչու համատարած, ինչու է Նիկոլ Փաշինյանի կառավարության մոտ գրեթե համատարած մեր ժողովրդի միակ խնդրեմը մանկապարտեզն ու ասֆալտը, այս հարցը ձեզ չի հետաքրքրում։ Ուրեմն սա այն մտայնությունն է պրիմիտիվ, որը կար եւ նախկին իշխանությունների օրոք, այսինքն արժեքային սկզբունքային առումով դրանց մեջ տարբերություն չկա։ Նրանք սա անում են որպես նախընտրական քարոզ, որպես հնարավոր քարոզ ցույց տալու թե փողը որտեղ է գնում, իսկ մենք գիտենք, սիրելի բարեկամներ, որ փողերը հիմնականում մսխում են եւ կոռուպցիոն սխեմաները, կոռուպցիոն ռիսկերը հիմնականում շինարարության ոլորտում են կապված հենց այդպիսի պարզագույն խնդիրների հետ ասֆալտ փռելու, այդտեղ հեշտ է փողեր յուրացնել եւ վերանորոգման աշխատանքների վրա այդտեղ նույնպես հեշտ է, ինչու է հետեւաբար կենտրոնացված այդպիսի խնդիրների վրա, այլ ոչ թե ստրատեգիական խնդիրներ լուծելու, որպեսզի այդ մարդկանց եկամուտները ավելանան մշտապես պրոգրեսիվ ձևով ավելանան։ Այն ոչ թե դու գնաս մանկապարտեզ ու ասֆալտ փռես, բայց այդ մարդը շարունակի մնալ աղքատ իր մանկապարտեզով եւ ասֆալտով։ Տեսնում եք, սա մոտեցման խնդիր է եւ արժեհամակարգի խնդիր է։ Եվ այստեղ տեսնում ես, որ նա դա անելուց անկեղծ չէ։ Կամ նա այնքան պրիմիտիվ է, որ դա չի հասկանում, կամ նա գիտակցված մանիպուլացնում է, որպեսզի հերթական ձայներ հավաքի, ինչպես հանրապետականները ամեն անգամ ընտրություններից առաջ ասֆալտ էին փռում եւ ինչ որ բան վերանորոգում։ Սա է